բոլոր համալսարաններից ինձ հեռացրեցին եւ ամենտեղ քաղաքական պատճառներով։ ԿԳԲ-ն շումն է, որը կերավ իր տիրոջը։ Այստեղ մինչև հիմա մարդիկ գնում են իշխանություն որպես լափաման։ Վոլոդյան մի անգամ ինձ մոտեցավ, ասեց Խզմալյան, երկրորդ անգամ ես սրանց խփել եմ, դուք քաղաքական գործիչ ես, գնա դու խոխա չեք, խոսացած է ռուսի հետ։ Ելեք գնացեք, դուք լավ ալինեն։ Ես ասես դու հիվանդ ես, իդիոտ։ Պարոն Խզմալյան, որ թաղամասում եք մեծացել Երևանում։ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Հենց այս դիմացի շենքում եմ ծնվել եւ այստեղ էլ ապրում եմ։ Ես այն քիչ երևանցիներից եմ, որ ծնվել, ապրել եմ եւ հույս ունեմ կմահանամ նույն բնակարանում։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ Երևանը կդառնա մայրաքաղաք եւ Հայաստանը կդառնա երջանիկ երկիր, երբ որ մարդիկ կմահանան այն տանը, որտեղ ծնվել են, որովհետև մեր հայրերը, մեծ հայրերը եւ նախնիները ունեն մի ընդհանրություն իրենց կենսագրություններում։ Մենք բոլորս չէինք կարողանում թողնել մեր զավակներին գոնը սեփական տունը։ Մենք փոխում ենք տներ, քաղաքներ, երկրներ, մեծ պապս Կարսեցի է, մահացավ Ալեքսանդրապոլում, հայրս Թիֆլիսեցի է, ես երևանցիների, այսինքն մեր գերդաստանի առաջին երևանցին եմ, որ ծնվել եմ Մարգարյանի հիվանդանոցում, ինչպես Ռուբեն Ախվերդյանն է բնորոշում, երևանցի նաև ծնվել է Մարգարյանի ծննդատանը, այդ առումով գոնե ես երևանցի եմ։ Եվ այն, որ իմ որդին ու դուստրը, իմ թոռները ապրում են մեզ հետ, այսինքն ոչ թե նույն բնակարանում, բայց նույն քաղաքում ու մենք մեկ ամիսը երկու անգամ հավաքվում ենք ամբողջ ընտանիքով 3 սերունդ մի սեղանի շուրջը, դա մեծագույն երջանկություն է, որ ես կցանկանայի բոլորին։ Իսկ ռուսական կրթություն եք ստացել։ Այո, բան այն է, որ հայրս շինարար էր, շատ հայտնի շինարար եւ Երևանում բազմաթիվ կոթողներ կառուցեց, որով հիմա էլ Կինո Մոսկվան ես կարդացի, Կինո Մոսկվայի ամառային դահլիճը, որը համարվում է ճարտարապետական գործոց, բայց նա շինարար էր, նա ճարտարապետ չէր, եւ որպես շինարար կառուցել էր շախմատի տունը եւ կամերային երաժշտության տունը, Սայաթնովա փողոցը, Ազատության պողոտան, կամուրջներ, օրինակ, այսպես կոչված հանդիպումների վստրեչի կամուրջը, գրեթե բոլոր լճերը, որոնք շատ կարևոր են, Պապլավոկի դիմացի լիճը եւ Պապլավոկը, ես հիմա երկար կարող եմ դա թվարկել, բայց խնդիրն այն էր, որ նա որոշ ժամանակ աշխատում էր Մոսկվայում եւ ես դպրոց գնացի Մոսկվայում, այնպես որ դա ստացվեց գրեթե ակամա, այնպես որ երրորդ դասարանում ես վերադարձա արդեն նա վերանորոգում էր այդ ժամանակ Լազարևյան ինստիտուտը, որի հետո դարձավ ներկայացություն, իսկ հիմա Հայաստանի դեսպանատունն է Մոսկվայում։ Մենք հենց այդ շենքում էլ ապրում էինք մինչ դա նորոգում էր, այդպես որ ես դպրոց գնացի այնտեղ, շարունակեցի կրթությունս ռուսերեն ստանալ այստեղ արդեն, միգուցե ցավոք սրտի ասեմ, իմ առաջին լեզուն ռուսերենն էր։ Իսկ համեմատաբար հիմիկվա Հայաստանին կրթությունը դպրոցներում լավացել է, թե
ձեր կարծիքով, թե ավելի գնալով նվազում է։ Սովետական կրթությունը Շատերը գովում էին սովետական կրթությունը։ Սովետական կրթությունը հիմնված էր գերմանական դասական կրթության վրա, որովհետև բոլշևիկները, հին բոլշևիկները գերմանական մշակույթի կրողն էին, եւ գերմաներն ընդհանրապես գերմանական գիտությունը, հատկապես կրթությունը օրինական էր։ Հիմա էլ է միջալից այդպես, կար երկու ձևի՝ ազատ եւ դասական կրթություն, եւ մեծ մասամբ սովետական համակարգ անգամ գիտնականների այդ երկաստիճան գիտական աստիճան, ես օրինակ տեխնացու եմ, եւ դա յուրահատուկ է հենց գերմանական բանի համակարգին, այդպես որ կրթությունը լավն էր, թե որևէ բան այստեղ նորություն չէր, այդ ամենը գոյությունն էր Եվրոպայում 19-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի սկզբին, գերմանական համակարգը հիմնված էր մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի վրա, եւ այդ առումով իհարկե սովետական միությանը անհրաժեշտ էին կադրեր, գիտական կադրեր, կրթությունը առաջնահերթություն էր, համեմատելու չէ իհարկե, որովհետև այստեղ բազմաթիվ յուրահատկություններ կար, սովետական միությունը սկսեց շատ ցածր նշաձողից զանգվածային անկրթություններ եւ մարդիկ պարզապես կարդալ չգիտեին, բացի դա ոչնչացվել էին կրթված դասերը, արիստոկրատիան, հոգևոր դասը եւ շատ բաներ սկսվում էին զրոյից, այդ չարաբաստիկ կարմիր պրոֆեսուրան, բայց մեր երկրի համար դա շատ բարենպաստ պայման ստեղծեց, որովհետեւ հայերի մեջ երևի շատ խորը դրված է ձգտումը կրթելու եւ մինչեւ հիմա առաջնահերթությունը երեխային կրթություն տալն է, առաջ դա արվում էր նույն Գերմանիայում, Շվեյցարիայում, օրինակ իմ մեծ պապը Թորգոն Խզմալյանը Շվեյցարիայի Լոզանի համալսարանի պրոֆեսոր էր եւ հոգեբանության մանկական հոգեբանության ամբիոնի վարիչ էր 19-րդ դարի վերջում, այդպես որ ինչ որ հատուկ սովետականացնել դա պետք չէ, մենք ուրիշը չենք հիշում, մեր մտավորականությունը փայլուն կրթություն էր ստանում, եւ երբ մենք տեսնում ենք, ասենք լուսանկար, որտեղ Իսահակյանը եւ Չարենցը քայլում են Վենետիկի Սան Մարկո հրապարակով եւ աղավնիներ են կերակրում, պետք է հիշել, որ այդ մարդիկ ոչ միայն քայլում են այնտեղ, նրանք գիտեն ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, նրանք շատ ավելի կրթված են, քան մենք։ Հիմա իմ թորներն ավարտում են դպրոց, ավագ թորներից մի քանի տարուց կավարտի դպրոց ու մենք հասկանում ենք միայն մի բան, որ գոյություն չեն ունենա բազմաթիվ մասնագիտություններ, որոնք առկա են, երբ նա ընդունվում էր դպրոց, եւ մենք ոչինչ չեն կարող իրեն ոչ թե սովորեցնել, մենք անգամ խորհուրդ չեն կարող տալ, որովհետեւ մտնում է արհեստական բանականությունը, բազմաթիվ մասնագիտություններ պարզապես անհայտանում են, եւ մենք, ինչպես նաեւ ողջ աշխարհը, դրան պատրաստ չեն, եւ ես կարծում եմ, որ այն ճգնաժամը տնտեսական, քաղաքական, որը մենք տեսնում ենք ողջ աշխարհում Միացյալ Նահանգներից մինչև, ասենք, Ավստրալիա, նաև դրա արդյունքն է դրա, որ մարդիկ հերթական անգամ չեն հասցնում տեխնոլոգիական զարգացման ետևից։ Դա եղել էր, դա 20-րդ դարի սկիզբն էր, ճիշտ այդպիսին, եւ դա բերում էր հեղափոխությունների, որովհետև սարքերը այլևս ստեղծում են մի տնտեսություն, որը զանգվածային աշխատուժի կարիքը այլևս չուներ եւ որքան էլ ցինիկ դա հնչի, բայց դա պատերազմների հիմնական պատճառներից մեկն է,
ոչ ամենահիմնականը, բայց բավական կարևոր պատճառ։ Եվ եթե այն ժամանակ միլիոնավոր մարդիկ էին զրկվում աշխատանքից, ապա հիմա խոսքը գնում է ու գնալու է միլիարդների մասին։ Միլիարդների եւ այստեղ է որ մարքսիստական դոկտրինը սխալ է, որովհետեւ ըստ Մարքսի ըստ Մարքսի պատմությունը դա երկու հիմնական դասերի բախում է էքսպլուատատորների, շահագործողների եւ շահագործվողների եւ շահագործվողների ըստ Մարքսի նպատակն է ազատվել շահագործողներից եւ աշխատանքային միջոցները յուրացնել, պետականացնել, ազգայնացնել, իսկ մենք հիմա տեսնում ենք, որ միլիարդավոր շահագործվողներ երազում են, որ իրենց շահագործեն։ Այստեղ խոսք չի գնում միջոցներ յուրացնելու կամ կիսելու կամ սեփականացնելու կամ ազգայնացնելու մասին։ Խոսքը այն մասին է, որ նոր աշխարհը բացարձակապես նոր մարտահրավերներ է դրել մարդկության առջև եւ մարդկությունը հերթական անգամ դրան պատրաստ չէ։ Եվ մենք կազմում ենք այդ անպատրաստի մարդկության փոքր մասը։ Մենք կարող ենք հիշեցնել բոլորին Չարլի Չապլինի հանճարեղ նրա բոլոր ֆիլմերն են հանճարեղ, բայց նոր ժամանակներ կոչվող New Age կարծեմ անգլերեն ֆիլմը, երբ որ նա նկարում է կոնվեյերը եւ ինքն է աշխատում ու ինքը շարժումներով դառնում է պաստորեն այդ կոնվեյերի մասը։ Եվ դա պաստորեն պատկերավոր նկարագրված եւ ցուցադրված այդ մղձավանջն էր, որը նա կանխատեսեց։ Հիմա պաստորեն կոնվեյերն էլ պետք չէ միած Չինաստանում հիմա շահագործման են անձնվել առաջին այսպես կոչված մութ գործարանները, dark fabrics, իրանք այդպես են կոչվում, որովհետև այնտեղ նախատեսված չէ լուսավորություն։ Լուսավորությունը պետք չէ, որովհետև այնտեղ մարդիկ չկան, այնտեղ միայն սարքեր են աշխատում։ 24/7/365 ռեժիմով, միայն ռոբոտներ, մարդ արդեն այնտեղ պետք չէ։ Սա այնպիսի հեղափոխություն է, որի կողքին որևէ սոցիալական հեղափոխություն չի կանգնած, մոտիկ կանգնած չի։ Եվ սա, ես չեմ ասում ողբերգություն է, իհարկե ոչ, սա առաջընթաց է, բայց առաջընթացը շատ մեծ գին է պահանջում միշտ մարդկանցից։ Ավարտել եք համալսարանի ֆիլֆակը, բանասիրական է։ Ու մնացել եք այնտեղ աշխատել եք որոշ ժամանակ, ես հասկացա։ Ինձ առաջարկեցին դասախոսել, ես մի կես տարի աշխատեցի բավական հետաքրքիր վայրում, Երևանի համալսարան թերթի սրբագրող էի։ Եվ հետաքրքիր էր դա միայն նրանով, որ Երևանի համալսարան թերթը միակն էր երևի, որ դեռևս աշխատում էր Հութենբերգի սարքի վրա։ Դա այսպես կոչված սև շենքում էր գտնվում Աբովյանի վրա, տպարանը։ Մնացած տպարանները արդեն օֆսետային էին, համակարգչային, իսկ այնտեղ դեռևս աշխատում էր այն, ինչ 500 տարի առաջ ստեղծվեց, այդ մամուլը, մամլիչը։ Եվ ես շատ մեծ դաս ստացա, մի անգամ խմեցինք տղեկի հետ ու ես անուշադիր էի ու 2-3 սխալ բաց թողեցի, դա թերթը համալսարանական թերթ էր, իհարկե մեծ բան չէր ու անպատասխանատու, բայց ես տեսա ինչպես են բանվորները սև մատերով, ներքից սև մատերով եւ թոքերով ըստ երևույթի, որտեղ այդ ներկը պարունակում էր ծանր մետաղներ ու շատ վտանգավոր էր։ Իրենք բիզը օգտագործելով քանդում էին ուրեմն արդեն շարած էջը, որպեսզի ես կրկին սրբագրած իմ տարբերակը դնեմ եւ իրենք նորից հավաքեն եւ ես հիշեցի ինչ ահավոր ամաչեցի ես, որ իմ ամփոփությունը ծանր աշխատանք է։ Այդ մարդիկ ընդ որում դրան վերաբերվեցին նորմալ, որտեղ դա մի սովորական բան է, դա պատահում է, ամեն օր պատահում է, բայց ես տեսա, որ իմ պատճառով շատ ծանր աշխատանք է արվում, որտեղ դա ձեռքի գործ էր,
Եվ այստեղ հանգամանքը նաև հետաքրքիր է այն, որ իմ աշխատանքային կյանքի սկզբում ես հասցրեցի աշխատել այն սարքերում, որոնք ստեղծվել են 1453-54 թվականին Յոհաննես Գուտենբերգի թեև չինացիները էլ ավելի վաղուց էին ստեղծել, ասում են մամլիչը, բայց հիմա փաստորեն իմ սերունդը կարող է գլուխ գովալ, եթե դա գովալու բան է, որ մենք մի քանի 100-ամյակի տեխնոլոգիաները հասցրեցինք կիրառել մեր կյանքում եւ հիմա, ասենք, բջջային հեռախոսը փոխարինում է այն բազմաթիվ սարքերը կինոկամերան, որտեղ իմ երկրորդ մասնագիտությամբ ես կինոռեժիսոր եմ եւ իմ առաջի ֆիլմը նկարահանելիս 3 րոպեանոց ես հիշում եմ 2 ավտոբուսով էինք մենք մեկնել, դա Մոսկվայում էր, մեկում լուսավորչական, ձայնագրման եւ կամերայի անհրաժեշտ սարքավորումներ էին, երկրորդ ավտոբուսում բանվորները, դերասանները եւ այդ ամենը 3 րոպեանոց ֆիլմ։ Մի բան է, որ հիմա ես նկարահանում եմ գրպանային հեռախոսով, այսինքն մեր սերունդը վերջինն է, որը, այսինքն իմ թորներին ես այլևս չեմ կարողանա դա բացատրել անգամ, թե ինչ է նշանակում հեռախոսը, որը լարով կապված է ինչ-որ տեղին եւ որտեղ պետք է մատ մտցնելով պտտել եւ կամ գնալ post սպասել, որ ձեզ միացնեն Մոսկվային 2 ժամ կամ էլ չեմ ասում որևէ այլ քաղաքին, իրենք չեն էլ հասկանա այլևս դա։ Բայց որ մեզ հետ մենք տանում ենք մարդկության շատ մեծ փորձի շերտը։ Ինձ թվաց դուք դասավանդել եք համալսարանում։ Ես դասավանդել եմ Ինչ եք մի քանի դասավանդել։ համալսարաններում եւ մի քանի տարբեր Ինչ առարկաներ են։ ես դասավանդում էի գրականություն, դասավանդում Հայկական? էի լեզու, ես դասավանդում էի լեզվաբանություն, ես դասավանդում էի հետո նաև լրագրողներին, ոչ միայն բանասերներին, եւ երրորդ ես դասավանդում էի սլավոնական նաև համալսարաններում ռեժիսուրա տարիներ անց։ Բոլոր համալսարաններից ինձ հեռացրեցին եւ ամենտեղ քաղաքական պատճառներով պետական համալսարանից 2009 թվականին դա մարտի 1-ի հետ կապված մի այդպիսի ռեպրեսիայի փոքրիկ օրինակ էր եւ կարծեմ 8 թե 9 մասնագետների, հիմնականում նախկին դեսպաններին եւ այդ թվում նաեւ ինձ, ովքեր համաձայն չէին մարտի 1-ից հետո շարունակել պետական աշխատանքը, ինձ էլ հեռացրեցին, սլավոնականից հեռացրեցին Ռուսաստանի կրթության նախարարի Լևինսկի, կարծեմ չեմ հիշում, չէ, ասած ազգանուն էր հրամանով, ինձ դա ասաց համալսարանի ռեկտորը, ես շատ զարմացա իմանալով, որ սլավոնական համալսարան ուղիղ ենթարկվում է Ռուսաստանի կրթության նախարարությանը։ Բայց ես հասցրեցի պաշտպանել գիտական թեսը, իմ դիսերտացիան կամ ինչպես ճիշտ կլինի ասել ատենախոսությունը նվիրված էր դա ստրուկտուրալ լինգվիստիկայի համակարգային լեզվաբանության ոլորտում գրված աշխատանք էր Լև Տոլստոյի արձակի իմանուն վրա 89 թվին է պաշտպանել։ Իսկ ինչի Լև Տոլստոյ։ Ես շատ էի տարված սեմիոտիկայով, սեմանտիկայի, դա լինգվիստիկայի լեզվաբանության նոր մաթեմատիկական միջոցներ օգտագործող բավական հետաքրքիր մի ուղղություն էր, մենք ունենք 2-3 շատ հետաքրքիր դասախոս, ովքեր մասնագիտանում են այդ ուղղությամբ եւ ես բախտ ունեցա մի քանի ամիս անցկացնել Տարտուում այնտեղի համալսարանի մի հանճարեղ դասախոս Յուրի Լոտմանի կուրսերը լսելով 2 ամիս դա մեծ տպավորություն թողեց ինձ վրա եւ ես որոշեցի ատենախոսությունս պաշտպանել այդ ոլորտում, իսկ Լև Տոլստոյի վիպակներից մեկը
Իվան Իլիչի մահը հսկայական նյութ է տալիս հենց այդ աշխատանքի համար, որովհետև շատ յուրահատուկ է եւ շատ մեծ տպավորություն է թողել համաշխարհային գրականության վրա։ Այնպես որ բացի դա ես Տոլստոյին համարում եմ գրականության մեջ մոտավորապես այն, ինչ Յոհան Սեբաստիան Բախը երաժշտության մեջ է։ Ինձ համար նա մեծագույն գրող է համաշխարհային մասշտաբով։ Իսկ որ ստեղծագործություններ ավելի շատ ձեզ դուր եկան Տոլստոյի մոտ։ Ну դա մի քիչ մասնագիտական հարց է, մոտավորապես 1881 թվականին իր կալվածքից տեղափոխվելով քաղաք նա Մոսկվա, նա շատ ծանր հոգեկան ճգնաժամ տարավ եւ դա պետք փոխեց նրա հոգեվոր աշխարհը, ներքին աշխարհը եւ մոտավորապես այդ ժամանակ 81 թվականից հետո նա գրեց մի շարք գործեր, որոնց մեջ էր նաեւ Իվան Իլիչի մահը, հայր Ֆյոդոր, հայր Սերգի, ածեց Սերգի, մի քանի այլ գործեր եւ պետք է ասել, որ նա փոխեց նաեւ իր կրոնական պատկանելությունը, նա կտրուկ սկսեց քննադատել ռուս ուղղափառ եկեղեցին եւ զարմանաց ինձ ես բացահայտեցի, որ նա սկսեց թարգմանել մի գիրք, որը դարձավ իմ սիրած գիրքը Լաո Ցզի, դա Քրիստոսից առաջ 5-րդ դարի չին փիլիսոփա է եւ Տոլստոյը առաջինն էր, ով թարգմանեց նրա փոքրիկ, բայց ջարախ գիրքը ռուսերեն։ Ես դրան մի փոքր տուրք տվեցի նրանով, որ ես այդ գիրքը հետո արդեն 90-ական թվականներին թարգմանեցի հայերեն։ Դաո Դե Ցզին կամ ճշմարիտ ուղու ուսմունք, այդպես կարելի է թարգմանել Դաո Դե Ցզին։ Բուդդիզմին ավելի մոտիկ ուղղություն։ Չէ, դա բուդդիզմից առաջ է, բայց բուդդիզմը հիմնված է մեծապես այդ գրքի վրա, ինչպես նաև քրիստոնեությունը բուդդիզմի վրա, իսկ իսլամը Լաոձին ավելի շուտ է գրել, քան թե Բուդդան, հա։ Այո, նա մոտ մեկ դար շուտ է ապրել, քան Բուդդան։ Եվ 5 դար ավելի շուտ, քան Քրիստոս։ Ինչ շուտ են գրականություն ունեցել չինացիները։ Այն էլ ինչ գրականություն։ Դա փիլիսոփայություն է, բայց անճարել նույն տառերը։ Այո, մենք թերագնահատում զարմանալի է ուղղակի չինական եւ հնդկական քաղաքակրթությունները բոլոր իմաստերով։ Որ խոսեցինք այդ թեմայով, Սյուձի искусство войны կարդացել եք, հա։ Այո, իհարկե։ Անկամ ուզում եի թարգմանել, բայց տեսա, որ արդեն թարգմանված է, որ ինքն էլ է Բուդդայից շուտ եղել։ Ես ոնց որ հասկացա 100 տարի ավելի շուտ։ Վստահ չեմ ճիշտ ասած, չեմ վիճի, կարծում եմ ոչ, բայց պետք է ստուգել, չգիտեմ։ Կարծում եմ մի փոքր ավելի ուշ էր քան Լաո Ցզին, բայց կրկնում եմ, չեմ համարում ինձ մասնագետ, շատ հա, հետաքրքիր գիրք։ Դա գիրք է, որը մինչև հիմա, օրինակ ասեմ ձեզ, որ Դաո Դե Ցզին գիրքը ամենահաճախ թարգմանվող գիրքն է աշխարհում, իսկ Սունձին այն գիրքն է, որը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նվիրել էր Դոնալդ Թրամփին Թրամփի առաջին նախագահության օրոք, երբ որ նրանք հանդիպեցին։ Իսկ Դոնալդ Թրամփը այդ գիրքը արդեն կարդացել էր։ Չգիտեմ, բայց գիրքը իրոք շատ գիրքը շատ արդիական է։ Մինչև հիմա տպագրվում է։ Ոչ միայն տպագրվում է, դա խորհրդանշում է Չինաստանի մոտեցումը աշխարհին, ինչու նախագահ Սին նվիրեց այն Ամերիկայի նախագահին։ Ես մի մաս հիշեցի Սունձիից, երբ որ 44 օրվա պատերազմը ավարտվեց, որ ասում է հաղթող կողմը պատերազմի ժամանակ հաղթում է, նոր է գնում պատերազմ։ Միանշանակ։ Իսկ պարտվող կողմը գնում է պատերազմ, ու նոր մտածում է ոնց հաղթի։ Այսինքն ի նկատի ունի, որ պատերազմին պետք է մինչև հաղթելը շատ լավ պատրաստվես։
պետք է հաղթես նոր գնաս։ Ու ես հասկացա, որ ադրբեջանցիները մինչև սկսելը պատերազմը արդեն հաղթել էին։ Ես այլ կերպ կձևակերպեի, արդեն պարտվել էին այն հայերը, ովքեր որոշումներ են ընդունում, որովհետև ես ինքս մասնակից եմ այդ պատերազմի, կամավոր գնացել եմ եւ մեզ համար մեծագույն շոկ էր կյանքի այդ պարտությունը, որտեղ օրինակ մենք մեր դիրքերը չենք զիջել միթիզել հետ չգնացին եւ այն որ ասենք Քարվաճարի եւ Մարտակերտի շրջանները, որտեղ դաշնամին ոդկել չի դրել դիմադրության շնորհիվ անցել է դաշնամուն, դա ես հիմա էլ չեմ կարող հաշտվել այդ մտքի հետ։ Դա էլ է հաղթել, ունենալ լրտեսներ հակառակորդի դիրքերի Այո, որտեղ մեզ մոտ այցելում են օրինակ Արցախյան բանակի երկու գնդապետներ, քանի որ այնտեղ փաստորեն երկու բանակ էր, Պաշտպանության բանակը, Արցախի բանակը եւ անգամ 3, եթե հաշվենք, որ մենք կամավոր, չէ, իրենք այցելում են փորձելով հրահանգել, բայց քանի որ մենք կամավոր ենք եւ չենք ենթարկվում ու մենք մեծահասակ մարդիկ ենք, մենք զորակոչիկներ չենք, նրանք մեզ հորդորում էին թողնել եւ գնալ, ասելով որ ռուսների հետ ամեն ինչ պայմանավորվել ենք, ամեն ինչ լավ կլինի, թողեք գնացեք, մի խանգարեք, ոտի տակ մի ընկեք։ Մենք բնականաբար ծիծաղում ենք նրանց վրա, իրանք մեզ վրա, վերջին բոլորը լացում են։ Պատերազմին կվերադառնանք։ 91 թվականին ավարտել եք կուրսեր Մոսկվայում, ռեժիսոր եւ սցենարիստ։ Այո, երկամյա կուրսեր են։ Բարձրագույն կինոռեժիսորական եւ սցենարական կուրսեր։ Ինչու որոշեցիք ստանալ երկրորդ կրթությունը։ 88-ին սկսվեց իմ քաղաքական, այսինքն ես ծնվեցի որպես քաղաքացի 88 թվականին։ Մինչև դա ես համարում եմ, որ ես հասուն մարդ չէի, թեև ես արդեն դասախոս էի, ամուսնացած էի արդեն, 2 երեխա ունեի արդեն, բայց ես որպես հայ, որպես քաղաքացի, որպես քաղաքական մարդ գոյություն չունեի։ Ես հիշում եմ շատ լավ այդ օրը, երբ ես զգացի ինչ է նշանակում հայ լինելը։ Դա 88 թվականի փետրվարի 28-ն էր, Սումգայիթի ջարդերի օրը։ Ես հանկարծ հասկացա, որ ինչ որտեղ մարդկանց սպանում են միայն այն պատճառով, որ իրենք հայ են։ Այդ պահին ես հասկացա, ոչ թե որ ես հայ եմ, ես դա գիտեի, բայց ես դա չէի հասկանում, ես չէի հասկանում ինչ է դա նշանակում։ Ես հասկացա, որ սա պատասխանատվություն է, որ սա բեռ է եւ առաքելություն։ Դրանից առաջ ես սովետական կամ հակասովետական պատանի կամ երիտասարդ էի, ինչպես շատերը։ Այդ օրը ինչպես շատերը ես կարող եմ ասել, որ ես ծնվեցի որպես հայ։ Եվ իթիվ այլ բաների ես հասկացա, որ ես այլևս չեմ կարողանա շարունակել այդ կյանքը համալսարանի դասախոս, թեև ինձ հեռացրեցին Կոմսոմոլից, Հրանուշ Հակոբյանն էր մեր Կոմսոմոլի առաջին քարտուղարը, որտեղ ես իմ ուսանողներին, ես արդեն դասախոսում էի երեկոյան բաժնում իրավաբանականի եւ իմ ուսանողներից մեկն էր օրինակ Դուշման Վարդանը։ Իմ կուրսի ուսանողն էր։ Թեև մենք տարիքով շատ չենք տարբերվում, ես երևի 1-2 տարով էի ինձ մեծ, եթե մեծ է։ Ու մենք միասին օրինակ գնում ենք մասնակցելու ցույցերի կուրսով։ Հետո եկավ մի պահ, երբ 89-ին, 90-ին արդեն պարզ էր, որ սովետական իշխանությունը Հայաստանում գոնե տապալված է, ու ես որոշեցի, որ ես չեմ կարողանա ապրել առաջվա կյանքով, գիտական կարիերա, չգիտեմ, հետո դոկտորական եւ ես արդեն տեխնացու եմ 89-ին եւ որոշեցի, որ պետք է փոխեմ աշխատանքս եւ աշխատանքային լեզուս նաեւ։ Կինոն դա այլ լեզու է։ Եվ
Կնոջս վերցրեցի ընտանիքով գնացինք Մոսկվա, 2 տարի սովորեցի, հետո սկսվեց պատերազմը եւ 91 թվականի օգոստոսին մենք կարծեմ մենակ էինք ընտանիքով օդանավում, վերադարձանք։ Մարդիկ ամբողջներ էին սպասում, որ այստեղից հեռանան։ Ինձ համար պարզ էր, որ ես այստեղ պետք է լինեմ, ու մենք 91-ին վերադարձանք։ Կուրսերը ես ավարտեցի արդեն պատերազմից հետո, երբ նկարահանեցի այն ֆիլմը, որը համարվեց դիպլոմային։ Դա արդեն 99 թվականն էր։ Չէ, կներեք, 96 թվականն էր։ Ես նկարեցի իմ «Կես ժամանոց» ֆիլմը «Սև սպիտակ», որը ստացավ 3 միջազգային գլխավոր մրցանակներ, եւ կուրսերում ես ներկայացրեցի դա որպես դիպլոմային, դա ընդունվեց։ Ես այդպես որ կրթությունս մի քիչ երկար էր, բայց ավարտելի ուսումս ավարտեցի 91 թվականի օգոստոսին։ Եկավ ուղղակի պատերազմ էր արդեն, դա կինոյի մասին խոսել արդեն անիմաստ էր։ Ձեր համար կան մարդիկ շատ հեղինակավոր, ում դուք միշտ սիրում եք, հարգում եք, դա կարող են լինել մարդիկ, ովքեր հիմա ապրում են, կամ կարող են լինել մարդիկ, ում գրքերը դուք կարդում եք, ովքեր արդեն վաղուց չկան։ Դա մեծ շարք է, բայց ես կնշեմ իմ ուսուցիչներին։ Ես կարծում եմ, որ մեր սերունդը ուներ աննկարագրելի, աննախադեպ մի երջանկություն այդպիսի ուսուցիչներ ունենալով, ինչպիսիք են Էդուարդ Աթայանը, լեզվաբան, Էդմոն Ավետյանը, մեր նույնպես ուսուցիչներից մեկը, ով եւ լեզվաբան էր եւ նաեւ մեզ լատիներեն էր դասավանդում։ Իսկ Էդուարդ Աթայանի հետ մենք նաեւ ընկերներ դարձանք, թեև հսկայական տարբերություններ։ Ես ուսանող եմ, նա իմ դասախոսներ, բայց ես հասկացա ինչպիսի երջանկություն է ունենալ վստահություն քո մեծ դասախոսից, որը քեզ հրավիրում է, կանչում է իր տուն։ Լևոն Ներսիսյան, այդ երեքն էին մեր սերնդի գլխավոր ուսուցիչները։ Այդ եռյակը իրենք ընկերներ էին միջալուց, խմում էին միասին, շփվում են ու նայել իրենց, երբ որ մենք ասում ենք, որ մենք պետք է դառնանք Եվրոպա, ես միշտ քմծիծաղում եմ մտքիս մեջ, որտեվ ինչ մենք պետք է դառնանք, մենք պետք է վերադառնանք այդ մարդիկ այնպիսի եվրոպացիներ էին, որ Եվրոպայում հիմա, ես գիտեմ ինչ եմ ասում, նրանց մակարդակի գիտնական, մտավորական գրեթե չկա։ Բեռնար Լևին, միգուցե Լևի Ստրոսը, հազվադեպ մի քանի ֆրանսիացի, բրիտանացի, Բերտրան Ռասելի մակարդակի մարդիկ էին, ովքեր ես գալիս էի Էդուարդ Աթայանի տուն եւ սպասում էի, որտեղ նա փակ սենյակում Բեթհովեն էր նվագում ինքն իր համար, ոգին ասում էր թող վերջացնենք։ Դաշնամուրով ինքն իր համար, կամ ինքը Լևոն Ռաչևիչ Ներսիսյանն էր, մի օր խոսում են ֆրանսերեն, մի օր գերմաներեն, հատուկ խոսում են իրար հետ, որ լեզուն վարժեցնեն, ելում հետ պետք է խոսային։ Եվ ես լսում էի այդ ամենը չհասկանալով ինչ են իրենք խոսում, ես ուղղակի զմայլվում էի, որ այսպիսի մարդիկ կան, եւ նրանք են մեր ուսուցիչները։ Հիմա կա մեկը, ում մոտ ես այցելում եմ ամեն շաբաթ մի քանի օր, դա Արտավազ Փելեշյանն է, իմ նույնպես մեծագույն ուսուցիչը, որ այստեղից հեռու չի ապրում ու ում ես բավական հաճախ այցելում եմ։ Նա հիմա մենակ է մնացել առանց կնոջ եւ ընտանիքով է իհարկե ապրում, բայց դա վերջին հանճարն է Հայաստանում 20-րդ դարից մնաց։ Նրա հետ մենք կորցնելու ենք 20-րդ դարը։ Այն մարդկանց, ովքեր Կոստանդզարյանի, Չարենցի, Հակոբ Հակոբյանի, Սարյանի, Թամանյանի պես համաշխարհային մեծություններ են եւ Հայաստանը դարձրին մշակութային գերտերություն։ Խաչատրյան, Տերտերյան, ոմանց ես գիտեի եւ համարում եմ, որ դա ոչ միայն երջանկություն, այլ պատասխանատվություն։ Ես պետք է համապատասխանեմ եւ այն լույսը, որ իրենցից ստացա, այդ մոմի լույսի պես
հետո կարողանա փոխանցել նրանց, ում դա պետք է։ Ռուսաստան։ Ինչպիսի պետություն է Ռուսաստանը։ Ինչ մոտավորապես առաջին 3 բառերը, որ ձեր մտքով անցնում է ժամանակակից Ռուսաստանի։ Ես Ռուսաստանը վաղուց չեմ եղել, չեմ էլ ուզում ճիշտ ասած, երևի վերջին անգամ տրանզիտով 2012 թվին էի գնացել ու 11 թվին էլ երբ ինձ հրավիրեցին, ես 21-րդ դարում մի քանի անգամ կինոփառատոների եմ մասնակցում ու ստանում եմ գլխավոր մրցանակներ, այնպես որ վերջերս ես միայն որպես կինոռեժիսոր եմ այնտեղ գնում, այլևս չեմ գնում եւ ինձ թույլ տրված չէ, ես պերսոնա նոն գրատա եմ, պաշտոնապես այնտեղ եւ Վրաստանում։ Ռուսաստանը այլևս չկա։ Ոչ թե ինձ համար չկա այն, ինչ ընդունված է անվանել Ռուսաստան։ Դա չկա։ Ես շատ եմ սիրում այդ երկիրը, ես սովորել եմ Մոսկվայում 2 տարի ու շփվում էի ֆանտաստիկ մարդկանց հետ։ Մինչև դա էլ համալսարանում մեզ իմ սերնդին բախտ էր վիճակվել ծանոթանալ եւ անգամ որոշ ժամանակ շփվել այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք էին Արսենի Տարկովսկին, Անդրեյ Տարկովսկու հայրը, Ալեքսանդր Կուշներ, Բելլա Ախմադուլինա, հանճարներ, որոնց ներկայությունը շատ բան փոխեց իմ մեջ, ես շփվում եմ մարդկանց հետ, նամակագրություն ունեի, ունեմ պահպանել եմ այդ ամենը, դա էր Ռուսաստանը դա մշակույթ էր, դա գիտություն էր, որովհետև այնտեղ հավաք, դա կայսրության ինչ-որ նոր ռեինկարնացիա էր, որը հանուն կայսերական փառքի պահպանում էր այդ կայսերական փայլը, նախ եւ առաջ մշակութային։ Հիմա դա ֆաշիստական պետություն է, ինչը ոչ թե պիտակ է։ Կայսրությունը չի կարող լինել ազգայնական, ազգայնամոլ։ Կայսրությունը ի սկզբանե բազմազգ է։ Դրանում է իմպերիայի իմաստը։ Կայսրությունը միավորում է իր շուրջ, ահա ինչու Սովետը շարունակելով ռուսական կայսրության ավանդույթը իր մեջ Մոսկվայում, Պետերբուրգում կուտակում էր եւ կլանում էր ազգային մշակույթներից լավագույնը եւ կայանալ նշանակում էր կայանալ Մոսկվայում, այնչու մեր մեծերը Արամ Իլիչ Խաչատրյանը ենթադրենք կայանում էր այնտեղ, այսինքն չլիներ ռուսական կայսրությունը, սովետական միությունը եւ հեղափոխությունը, Արամ Իլիչը չէր ստանա այն սիմֆոնիկ շունչը, որով գրված են նրա հանճարեղ գործերը։ Նա կլիներ իհարկե փայլուն, շատ տաղանդավոր կոմպոզիտոր, բայց ճակատագիրը չէր ներշնչի նրան այն ահռելի վիթխարի շունչը, որովհետև փաստորեն ես ֆիլմ եմ արել Արամ Իլիչի մասին, Խաչատրյանի դարը, Արամ Խաչատրյանի դարը։ Եվ շատ հետաքրքիր մի դրվագ էր, երբ նրա հարամյակն էր կարծեմ, ու ես ներկայացրեցի ֆիլմը 2005 թվականին, Կուլտուրա հեռուստատեսությանը, վստահ լինելով, որ իրեն կվերցնեն։ Եվ դուրս եկավ Սոֆիա Զիլբերման ազգանունով մի կին, ով պատասխանատու էր ֆիլմերի ուրեմն ընտրության։ Եվ ասաց, շատ հետաքրքիր ֆիլմ եք դուք արել, Արոն Խզմալյան, բայց գիտեք, ձեզ մոտ Արամ Իլիչը չափազանց հայկական կոմպոզիտոր է, բայց նա մերն է նաև։ Ասացի, դե այն որ նա ձերն է, մենք գիտենք, ես հատուկ արել եմ ֆիլմը, որպեսզի ցույց տամ, որ նա նաև մերն է։ Եվ ես այդ ֆիլմում ցույց եմ տալիս, որ որտեղից է գալիս, ասենք, երկրորդ սիմֆոնիայի գլխավոր թեման դա ժողովրդական երգ է, որտեղից են գալիս, ասենք, գլադիատորների պարը դա մեր Քոչարինը եւ այլն։ Ինձ համար կարևորը դա հայկական կլասիկ կոմպոզիտոր է, անշուշտ։ Եվ ես ապշել եմ, երբ որ որոշ տատանումներից հետո Կուլտուրա կանալը ոչ միայն չվերցրեց իմ ֆիլմը, այլ ինչպես հասկացա ամիսներ անց պատվիրել էր նույն անվանումով Արամ Խաչատրյանի դարը մեկ ֆիլմի հայ երիտասարդ ուսանողին Վգիկից։
Եվ ես ուղղակի զայրացել եմ երբ տեսա այդ ֆիլմը, որովհետև ֆիլմի գլխավոր իմաստն էր այն, որ Արամ Իլիչ Խաչատրյանը շատ էր սիրում տոլմա ուտել, եւ ֆիլմի առանցքը ուրեմն այնտեղ բալետից կտորներ էին տարբեր բալետներից եւ հիմնական, այսինքն գիծը, երկրորդ զուգահեռ գիծը այն էր, որ պահպանվել են ինչ-որ կանայք, ում նրանք գտել են Երևանում, ովքեր տոլմա էին պատրաստում եւ օդանավով ուղարկում են։ Եվ այնտեղ խոսում էր, որ տոլման հայկական ուտեստեղեն է միջալոց ու ես նայում եի ու հասկանում եի այդ հեռուստականալի նպատակը ապացուցել, որ Արամ Իլիչը տոլմա էր ուտում հիմնականում։ Հետո նրանց ձեռեց մի քիչ բան գրեց, դե 100-ամյակն է պետք է նշել, բայց ցույց տալ, որ դա մեծագույն հայ հանճար է, չէր կարելի։ Եվ այդ պահին ես հասկացա, որ կայսրությունը այլևս չկա։ Եվ կայսրության համար դա նշանակություն չէր ունենա։ Իրենք դարձան ֆաշիստական երկիր, որի համար կարևոր է ցույց տալ, որ մենք բոլորս ստրուկ ենք։ Շովինիզմը միշտ եղել է իրանց մեջ, անգամ խորհրդային միության ժամանակ։ Եղել է, իրենք ուզում էին սովետական մարդ սարքել։ Երբ որ այդ սովետական մարդը չսարքվեց, ինչ մնաց։ Մնաց այն ինչ մնաց հիմա։ Ահա ինչ եմ ասում, որ Ռուսաստանը չկա, որտեղ Ռուսաստանը դա ակամ ռուս բառը ռուսական չի, դա նշանակում է արջ եւ դա վիկինգների Ursus ավելի ճիշտ, լատիներեն Ursus, հայերեն arch, դա նույն արմատն է։ Եվ այդ բառն էլ ռուսերեն չի միջալոց, դա վիկինգներն են բերել, դա իրենց ցեղերից մեկի տոտեմն է։ Եվ դա այնպիսի մի կոնգլոմերատ է, որի արքաները գերմանացիներ են, ազնվականները բոլոր եվրոպական երկրներից, ինչպես նաև Հայաստանից, Վրաստանից, որը գիտնականները հрьяաներ են կամ հայեր են, այսինքն դա չի կարող լինել ազգային պետություն։ Մայրիկ դա փորձում են դարձնել ազգային եւ ոչնչանում են մեր աչքի առաջ։ Այնպես որ Ռուսաստանից այլևս չի հետաքրքրում, որովհետեւ այն չի արտադրում ոչ մշակույթ, ոչ գիտություն, ոչ մի բան։ Բացի Գերմանիայից գողացած Կալաշնիկով ավտոմատ։ Գերմանիայից է գողացած։ Ну իրականում դա 43 թվականի Հուգո Շմայսերի Շմայսեր-Շնելեր ավտոմատ է, որը գերմանացիները արդեն անգամ հասցրել են արդյունաբերության մակարդակի բերել, բայց պատերազմն ավարտվեց եւ դա մնաց ռուսների։ Օտտո Բիսմարկ։ Ոչ մի անգամ մի հավատացեք ռուսներին, որովհետև նրանք չեն հավատում անգամ իրենք իրենց։ Դա շատերի մասին կարելի ասել դա թուրքերի մասին, պարսիկների մասին, կարելի է շարունակել։ Ինքը ասում էր ոչ մի պայմանագիր իրանց հետ մի կնքեք, որովհետև իրանք միևնույն է խախտելու են պայմանագիրը։ Ռուսաստանը վերանայում է իր առաքելությունը եւ եթե Ռուսաստանը հզոր էր որպես եվրոպական պետություն, ում զորով Պետրոսը, Եկատերինան, Ալեքսանդրները, Պավլը տանում էին դեպի Եվրոպա եւ այն կարող էր դառնալ հզոր եվրոպական պետություն, հիմա նա վերաիմաստավորել է իր դերն ու առաքելությունը որպես ոսկե հորդայի ասիական ինչ-որ մի տարբերակ։ Այդ գաղափարը հին է, զարմանալի է, բայց դրա ջատագովներից մեկը հենց, այսինքն հենց իրանց արիստոկրատներն են, դա Իշխան Տրուբեցկոյն էր եւ գլխավորը Լև Նիկոլաևիչ Գումիլյովը, Ախմատովա եւ Նիկոլայ Գումիլյովի որդին, որը բանտում գրեց մի քանի հետաքրքիր գործ, ես կարդացել եմ, ապացուցելով, որ ռուս ժողովուրդը ստեղծեց մոնղոլական մոդելով թաթարների օգնությամբ, ինչ բարդ եւ ավելի շատ լեզվաբանական, պատմական ակնարկ է, որը դարձրեցին դրոշ այդպիսի ֆաշիստներ, ինչպիսիք են Դուգինը, Կարագանովը,
Մեր ազգակիցներ կան այնտեղ մի ռեժիսոր Կուրգինյանը Գուրգինյանը, Կուրգինյան, Սերգեյ Կուրգինյանը, Գուրգինյանը ռեժիսորը, այո, թատերական ռեժիսոր, լավ ռեժիսոր է միջալից եղել, այո։ Ես կար թատրոնը Պատմոստք, նա դրա գլխավոր ռեժիսորն է, շատ տաղանդավոր մարդ է, անգամ իր ֆաշիզմի բաներում տաղանդավոր է, բայց կային տաղանդավոր ֆաշիստներ, Եզրափաունտներ ֆաշիստ օրինակ, պես որ պատահում են այդպիսի բաներ։ Եվ այն, որ ռուսներին չի կարելի հավատալ, ոչ մի կայսրությանը չի կարելի հավատալ, մեզ համար դա մահացու է, որովհետև մեր առաքելությունը բացարձակապես հակադրված է, հակասում է ռուսական առաքելությանը, հոգևոր, երկնային մեր առաքելությունները տարբեր են։ Ռուսները չեն դավաճանել մեզ, որովհետև թշնամին չի դավաճանում։ Նա կարող է թաքցնել ուղղակի իր նպատակները, բայց դա դավաճանություն չի։ Դա քո հիմարությունն է մեր տվյալ դեպքում։ Ռուսները մեզ չեն դավաճանել, որովհետև ռուսները երբեք չէին ընդունել հայերին որպես ազգ։ Ռուսները մտան Հայաստան 1821-28 թվականների պատերազմի արդյունքում 28 թվականին իրենք անվանեցին Արմյանսկայ օբլաստ, հայկական շրջան, 12 տարի անց նրանք անուն անգամ ջնջեցին քարտեզից եւ բաժանեցին դա դարձնելով Երևանսկայ գուբերնիա։ Այսինքն Հայաստան անունը, որ անգամ Թուրքիայում կար, որտեվ թուրքական թուրքերը իրենք քարտեզներ չէին անում, բայց ասենք գերմանական, ֆրանսիական, իտալական քարտեզներ այդ ժամանակի այն ինչ որ հիմա Անատոլիա է կոչվում, իսկ Անատոլիան ընդամենը արևելյան մաս իմաստ ունի, գրված էր Հայաստան, հայկական շրջաններ, հայկական վիլայեթներ, թուրքերը ընդունում են այդ Էրմենի վիլայեթի 12 վիլայեթներ, դեպսեսեր անվանում են։ Այդպես ռուսները ջնջեցին Հայաստանի անունը, հենց մտան այստեղ, եւ մնացած իրենց ամբողջ գործունեությունը ուղղված էր Հայաստանին, ոչ միայն Հայաստանին, ուրիշներին էլ, Ուկրաինային օրինակ, Վրաստանին ոչ թե բնաջնջելու, այլ ուծացնելու, կլանելու եւ ի վերջո օգտագործելու, այո։ Դուք օրինակ երբևէ մտածել եք ուր անհայտացան էլինները, հին հույները։ Դուք գիտեք երևի որ ներկայիս հույները շատ քիչ անգամ գենետիկ բավական քիչ եզր ընդհանուր ունեն էլինների հետ։ Էլիններին Հռոմը կլանեց, կանանց գեղեցիկ կանանց դարձրեց գետերաներ, տղամարդկանց Էզոպոսի պես, Պլուտարխոսի պես դարձրեց լավագույն դեպքում տնական ուսուցիչ։ Եվ հույները այնպիսի դեպրեսիա ապրեցին, որ 2-3 սերնդի ընթացքում անհայտացան, իրենք այլևս ընտանիքներ չէին կազմում, իրենք պարզապես չէին բազմանում այլևս և ուղղակի կորան։ Դա միակ օրինակը չէ, Բյուզանդիան վերցրեք, ինչ արեց Բյուզանդիան մեզ հետ, մենք 20-ից ավել կայսր ունեինք հայ, և իրենք ամենասարսափելին էին Հայաստանի համար, դև իրենք ընդունում էին ուղղափառությունը, իսկ ուղղափառությունը դա կրոն չէ, դա աշխարհը ընկալում է արժեքային համակարգ, որը բացառում է այլ մշակույթ, այլ լեզու, այլ կրոն, և Ռուսաստանը տվյալ դեպքում պարզապես կրկնում է Բյուզանդիայի ճանապարհը, բառի բուն իմաստով, ինչպես Բյուզանդիան ժխտեց արևմուտքը և պատրաստ էր ընդունել արևելյան, ասեցին, որ լավ է սուլթանի չալման, քան պապի թիարը, Հռոմի պապի թիարը։ Իրենք գլուխը կորցրեցին վերջը, ոչ մի բան չպահպանեցին։ Ռուսաստանը հիմա նույնը արեց, Ռուսաստանը հիմա էլի ինչպես Բյուզանդիան հայերին գցելով թուրքերի ոտքի տակ, հարյուրամյակներ անց դա արեց Ռուսաստանը, իրենք դառնում են թուրք, ինչպես Բյուզանդիան դարձավ Թուրքիա։ Հետաքրքիր է ինչի են այդքանից հետո գտնվում մարդիկ Հայաստանում, ովքեր տանում են Հայաստանը դեպի այդ ճոկտացումը,
Հայաստանի ներսում սա իհարկե շատ գրեհիկ է եւ զզվելի, բայց հասկանալի է, որովհետեւ իրենք վարձկան են։ Իրենք կամ հոգեբանորեն են կապված դրա հետ, նրանց կյանքը դասավորեց եւ կազմակերպվեց ռուսական փողով, ռուսական նարատիվներով, նրանց առաջի սերը ինչ որ մի Նատաշա էր Տամբովում երևի Ոնց են կարողանում ինչ-որ աշխատանք տանել, այդ աշխատանքը չէ թարվում, իրանց հետ զրուցում են, որ փող են տալիս, այդ պարզ է։ հայերն են զրուցում նրանց հետ։ Այսինքն Ուրիշ հայեր են։ հա, ուրիշ հայեր են գալիս։ Անշուշտ։ Դա կրթություն է, ու դա եզակի բան չէ, կարծեմ Մահատմա Գանդին էր ասել, որ ազգի համար ամենամեծ անեծքն է դրա վերնախավը, որը դաստիարակված է գաղութարարների կողմից։ Գաղութարարները ստեղծեցին հայկական հայոց վերնախավը, որը թունավորված է։ Օրինակ Արցախում շատ ծանր էր նայել, որ կտրված լինելով մայր հայրենիքից եւ մայրական կաթից, իրենք անկեղծ հավատում են ռուսներին մինչև վերջին պահ։ Ես երկու պատերազմի մասնակից եմ եւ ես տեսել եմ դա աչքերովս։ Խոսքը չի գնում բոլորի մասին։ Բայց այն որ իրենց վերնախավը անհուսորեն ծախված էր։ Չէ, ծախված չէր։ Գաղափարական ոնց որ ինչ որ մոտիկություն կա, չգիտեմ, ոնց ասեմ։ Դա գիտեք ինչ է, հայերը շատ լավ ադապտատիվ ունակություն ունեն, շատ հեշտ են ադապտացվում դժվարություններին, բայց եթե օտարության մեջ է եւ թշնամական օտարության մեջ, որը ագրեսիվ է, այդ ադապտիվությունը դառնում է ուծացման մեխանիզմ։ Մենք այնպեսին ենք, ինչպեսին է այն երկիրը, որտեղ մենք ապրում ենք։ Օրինակ Իրանում հայերին վերաբերվում էին մեծագույն ակնածանքով։ Դա Շահ Աբբասի ավանդույթն էր։ Նա այնպեսի արտոնություններ տվեց հայերին, որ հայերը ամաչում էին ինչ-որ վատ բան անել։ Եվ մինչև հիմա Իրանը հայերը դա ամենաարժանապատիվ ճշմարտախոս մասն են։ Չեմ ասում բոլորը, բայց մեծամասնությամբ, ինչպես նաև այլ մահմեդական երկրներ, բացի Թուրքիայից։ Թուրքիայում եւ Ռուսաստանում հայերը կլանեցին իրենց մեջ այդ երկրների ու ազգերի ամենավատ կողմերը, որովհետև նրանց այնտեղ մշտապես նվաստեցնում էին եւ հայերը նվաստանում էին եւ որպես հակազենք փորձում են դառնալ ավելի ռուս, քան ռուսը, ավելի թուրք, քան թուրքը։ Սյունձին էլ է գրում, որ եթե ուզում ես կործանես պետությունը, պետք է ներխուժես ներս ու ներսից փորձես քանդել այդ պետությունը։ Այսինքն ներսում պետք է գտնել մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն դավաճանել այդ պետությունը։ Հոմերոսի մոտ եթե հիշում եք տրոյական ձին ինքը չմտավ, դուրը բացեցին, չէ՞։ Հա։ Ու մոտավորապես նույնն էլ հիմա է կատարվում։ Էլի շատ մարդիկ կան, ով ես մեկ-մեկ հարցազրույցներ եմ լսում հանրային ալիքով, որ այդ աշճան հիմարություններ են խոսում, որ լսում ես, ասում ես, ինչ են արել քո հետ մարդիկ, որ դու տանում ես քո պետությունը, քո հայրենիքը կործանման։ Ես զարմանում եմ, ինչ են զրուցում իրանց հետ, մենակ ինձ թվում է փողը չի, նրանք իրոք հավատում են այդ ամեն ինչին։ Այո, որովհետև Հայաստանում չի մնացել վերնախավ, որը ունի ազգի համակրանքը եւ հարգանքը։ Ես հիշում եմ 70-ական, 80-ական թվականներին մեր ազգը հարգանք ուներ մի խավի նկատմամբ, հիմնականում դա արվեստագետներ են, վարպետ ասելով։ Մենք Իսահակյան, Սարյան, Խաչատուրյան վարպետներ էին եւ նրանց խոսքը Վազգեն կաթողիկոս հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը, այսինքն վերնախավը բառի բուն իմաստով այդ խոսքը էլիտան ծեծված ու վարկաբեկված է ձի բառը, որպես ուսուցիչ։ Սի։ Այո, ստեղ բան կա, մեր իրական վերնախավը կա
եւ սփռված է ողջ աշխարհով։ Ես մեր կուսակցության օրինակ նպատակներից մեկն եմ եւ իմ անձամբ տեսնում նրանում, որ մեր վերնախավը պետք է վերադառնա իշխանության։ Բազմաթիվ հաջողված երկրներում նրանց հաջողության պատճառը այն է, որ իշխում է վերնախավը։ Այդպես է Իսրայելում, այդպես է Բրիտանիայում, այդպես է երկար ժամանակ Ռուսաստանում, հիմա չէ։ Թուրքիայում էր այդպես, հիմա այդ մի քիչ այդպես չէ։ Վրաստանում էր այդպես տարբեր պատճառներով։ Վրաստանում օրինակ պահպանվում էին ազնվական տոհմերը, դա մի արհեստական է, բայց դա էլ է աշխատում։ Մենք այդ ամենը պետք է վերականգնենք։ Մի փոքր խոսենք Արցախից։ Հետաքրքիր է Ռուբեն Վարդանյանի անձամբ ինձ է հետաքրքիր Ռուբեն Վարդանյանի դերը, որովհետև հիմա շատ-շատերը փորձում են հերոսացնել իրան, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ու չի ստացվում, երբ որ ձերբակալեցին, ինձ թվաց, թե ինչ որ ոնց որ երկրորդ Իվանիշվիլի են պատրաստում, թե սխալվում եմ։ Ձեր էր թվում, տարբերությունն այն էր, որ իմ տպավորությամբ Ռուբեն Վարդանյանն չէր ուզում այդ դերը։ Նա խելացի մարդ էր եւ երկու անգամ նրան ստիպում էին կատարել այդ դերը, ստիպում էին, որովհետեւ նրա ֆինանսական հնարավորությունները կախված էին Մոսկվայի որոշումներից։ Դեռ 17 թվականին նրան վարկաբեկում էին արևմտյան մամուլում որպես Պուտինի լվացքի մեքենաներից մեկը, Գարդիանում հոդված կար հայտնի, եւ երբ նրան համարյա ստիպեցին զբաղվել քաղաքականությամբ եւ գալ այստեղ հենց Իվանիշվիլի դերում, իմ կարծիքով նա դիմադրում էր դրան եւ ասում էր բավական, ինչպես ասեմ, հիմար բան էր, նկատի առնելով, որ նա հիմար մարդ չի բոլորովին, նա շատ խելացի մարդ է, խելացի մարդը հիմարություն ասում է կամ պատահաբար, կամ հատուկ, եթե նպատակ ունի։ Եվ երբ որ նա ասաց, որ Հայաստանը կարող է դառնալ Թաթարստանի պես Ռուսաստանի մաս, դա հիմարություն էր իհարկե։ Այնքան մեծ հիմարություն էր, որ ինձ թվաց, որ նա հատուկ փաստորեն ուզում է ինքն իր, ինչպես ասում են, կրակեց իր ոտքին։ Թողեք ինձ հանգիստ։ Ես մի անգամից փչացնեմ իմ կարիերան, որը դուք պատրաստում եք, որտեղ ես չեմ ուզում դրանով զբաղվել։ Հետո նրան ստիպեցին վերադառնալ եւ այս անգամ Արցախ։ Եվ նա եկավ Արցախ ու այնտեղ ասաց, ես եկել եմ Արցախ ժամանակավոր, նպատակս է դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդպես բաներ ասել։ Հրապարակ կարելի է գտնել դա։ Դա էլ է մի բան, որ ոչ մի խելացի մարդ չի ասի, չէ՞, եթե դու առօրյայից ունես այս նպատակ։ Դա պատասխանում էր, որ նա էտել ասեց հատուկ, որպեսզի չհաջողվի այն, ինչի համար իրեն ուղարկել են, ստիպել են գալ։ Բայց նա խորապես դժբախտ մարդ է, որը հայտնվեց այնտեղ, որտեղ չէր ուզում լինել։ Եվ ինչ որ մեծարել նրան կամ ուրճեցնել նրա դերը ծիծաղելի է, նա շատ կարճ աշխատեց եւ Արցախում նրան չէին ընդունել որպես յուրային, արցախցիները այդ առումով շատ դժվար են ընդունում որևէ մեկին։ Այդպես որ նրա դերը այստեղ պարզապես ողբերգական է։ Ավելի ծանրը մեղքը այն մարդկանց, ովքեր անկեղծ էին եւ հանձնվում էին ռուսներին կարծելով, որ նրանց կփրկեն։ Այդ Դավիթ Բաբայան, ասենք, Ֆիտո Բալասանյան կամ Արայիկ Հարությունյան, ուրիշները, Բակո Սահակյանը, նրանք փաստորեն զինվորներ են ռուսական կայսրության, վերջին զինվորներն են։ Եվ այն նրանց կայսրությունը դավաճանեց, իսկապես։ Որտեղ մեզ, որոնք ատում են կայսրությունը, նա չէր դավաճանում։ Նա մեզ ուղղակի պատժում էր, երբ որ կարողանում էր։ Իսկ սեփական զինվորներին ամենահավատարիմ մասը դավաճանելով դա իհարկե սխալ էր, որովհետև դրանով
կայսրությունը ցույց տվեց, որ այլևս նախկինը չէ։ Եվ դա մահաբեր է Ռուսաստանի համար։ Արցախի կորուստը, Հայաստանի կորուստը ճակատագրական կլինի Ռուսաստանի համար, չեմ կասկածում, եւ դա մեծագույն պատիժ կլինի Ռուսաստանի համար։ Դե Պաստորյան Ռուբեն Վարդանյանին բաց չեն թողի, եթե այդպես է։ Ես կարծում եմ նրա ճակատագիրը մի քանի անգամ փոխվում էր։ Ես վստահ եմ, որ նրան ուրիշ դեր էին պատրաստում բերել այստեղ, բայց դրա համար պետք է նախապայմաններ։ Վերջին լուրջ վտանգն էր 23 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ գրեթե հաջողվեց ռուսներին գրավել Երևանը քաղաքային ընտրությունների ժամանակ, քաղաքապետարանի, եւ այդ քաղաքային ընտրությունների ժամերին, երբ պարզվեց, որ պրոռուսական կուսակցությունները վերցրել մեծամասնությունը, ռուսները սկսեցին հատուկ օպերացիա, ազերիներին ասեցին մաքրեք Արցախը։ Եվ նպատակն էր 120,000 փախստականներ բերել այստեղ, որոնք ալիքի պես կսրբեին Փաշինյանի իշխանությունը, եւ դա կլիներ այդպես, բայց մեր ազգը, ինչպես հաճախ պատահում է, գտնվեց կամ Աստծո ձեռը մեր գլխին էր։ Եթե հիշում եք, արդեն Գորիսից այդ ալիքը մարում էր, որտեղ մարդկանց վերցնում էին տներ։ Այդ հազարանոցը չհասավ քաղաք, որովհետև տեխնոլոգները չէին հասկանում ինչ ազգի հետ իրենք գործ ունեն։ Պես որ պայթյուն չստացվեց։ Հետևաբար Ռուբենի դերը, որ պետք է գար եւ դառնար, այն ինչ դուք ասեցիք, Հայկական Իվանիշվիլը, ես էլ այդպես բնորոշում նրա դերը, բայց նա այդտեղ չկար գալու։ Հետո փոխվեց ուրեմն նրա դերը, հերոս բանի նահատակի նիմբով, բայց դա էլ չստացվեց, որովհետև սրբազան շարժումը նույնպես չստացվեց։ Հիմա ոչինչ չի ստացվում նրանց մոտ, հետևաբար Ռուբենը իմ կարծիքով զոհ է այդ չստացված եւ վատ սցենարների։ Ինչ կազմակերպություն է ձեր կարծիքով ԿԿԲ-ն։ Առաջին 3 բառերը, որ անցնում են ձեր մտքով։ Դա պրետորական գվարդիա եւ քրմերի հնագույն երկու կաստաների խառնորդ է, որը առաջին անգամ մարդկային պատմության մեջ կարողացավ իշխել այն էլ աշխարհի ամենամեծ պետությունում, որևէ պատմական ժամանակաշրջանում հին Եգիպտոսից մինչև Մեդիչիների Ֆլորենցիա, մինչև ասենք ֆրանսիական հեղափոխություն կամ ստալինյան տերոր հեղափոխությունների շները երբեք չէին դառնում տերեր։ Տերերը միշտ պահում են իրենց կարճ թոգի վրա եւ ժամանակ առ ժամանակ մորթում էին։ Այն որ Ստալինը ամեն 5 տարի բոլորի շատ իմիջիալուց դուժած կազմակերպությունից ՆԿՎԴ-ն, ԳՊՈ-ն, ինչու այդքան հաճախ փոխում են չեկան, որովհետև գրեթե բոլորին սպանում էին։ Ձերժինսկուն, հետո չգիտեմ Լացիսին, հետո Եժովին, Յագոդային, Բերիային պետք է սպանեն, ինքը ուղղակի առաջինը հասցրեց, բայց հետո Խրուշչովը սպանեց։ ԿԳԲ-ն շունն է, որը կերավ իր տիրոջը։ Եվ պատմության մեջ չկար դեպք, երբ հատուկ ծառայությունները գրավեն երկիրը։ Շատ տեղերում իրենք կարևոր դեր են խաղում, բայց անգամ Ռիշելիեն չէր հավակնում թագավոր դառնալ։ Նա Լյուդովիկոսով կարողանում էր մանիպուլացնել, բայց նա գիտեր իր տեղը։ Այստեղ մենք տեսանք, որ առաջին անգամ մարդկային պատմության մեջ տեղի ունեցավ այսպիսի բան։ Նման բան ես չգիտեմ։ Միշտ տիրակալը Մակիավելիով, Սունձիով ստանում էր բան։ Այսինքն ԿՊՍՍ-ը չպետք է զիջեր
բանին KGB-ին, բայց զիջեց։ Եվ դա Ռուսաստանի վերջն է։ Երբ որ Բալտյան երկրները ազատվեցին Ռուսաստանից, Սովետական միությունից, նույնպես նաև GDR-ը, իրանք առաջի հերթին բացեցին KGB-ի արխիվները ու հանրայնացրեցին։ Որոշ երկրներ ընդունեցին օրենքներ, որ KGB-ի աշխատողները իրավունք չունեն քաղաքականությունով զբաղվել։ Ու լուծարեցին այդ կազմակերպությունը։ Հայաստանում կլինի տես մի բան։ Ես երկար եմ մտածել այդ մասին, գրքեր եմ կարդացել իլյուստրացիայի մասին։ Ես ունեմ շակված տարբերակ հենց Հայաստանի համար։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ ցավոք շատ փոքր է երկիրը, ազգը մեծ չէ ծավալով եւ ուղիղ իլյուստրացիա անել ողբերգություն կլինի ազգի համար, ոչ միայն մարդկանց համար, այլ նաեւ մնացածները, բայց ձև կա։ Ես կստեղծեի շատ փոքր եւ շատ հեղինակավոր փակ մի կառույց, ասենք 5-7-8 հոգանոց, շատ հեղինակավոր եւ մաքուր մարդկանցից, ովքեր միայն իրենց ներսում մուտք ունենային բոլոր այդ համապատասխան արխիվներին եւ նրանց վետոն կամ թույլտվությունը որոշիչ պետք է լինի ապագա Հայաստանում որևէ մեկ մարդու, խոսքը գնում է իհարկե մեր սերնդի, ոչ թե երիտասարդների համար, իրավունք ունի նա մասնակցել ընտրությունների, պետական, ասենք, քաղաքական աշխատանքին, պետական աշխատանքին, թե ոչ։ Ընդ որում դա կարելի է չհայտարարել, լավ է չհայտարարել։ Դա պարզապես ամեն մեկը պետք է իմանա, եթե նա դիմում է պետական համակարգում աշխատելու կամ փորձում է ընտրվել որևէ իշխանության մակարդակում, նա անցնելու է նրա անունը, նրա գործը անցնելու է այդ կոմիտեով։ Կոմիտեն պետք է ունենա իհարկե համապատասխան աշխատակազմ եւ մուտք բոլոր արխիվներին։ Ոչ բոլոր արխիվները կան, բայց կան գրեթե բոլոր մարդիկ, ովքեր հիշում են այդ ամենը։ Դա մեծ աշխատանք է, համակարգիչները կօգնեն դրան, շատ արագ կարելի է կազմակերպել դա եւ առանց խայտառակելու մարդկանց ընտանիքներով եւ ուղղությունով մենք շատ արագ կարող ենք դա իրականացնել։ Ես գիտեմ, որ դա հնարավոր է անել եւ կան մարդիկ, ովքեր կարող են մտնել այդ փոքր կոմիտեի մեջ, ու շատ հետաքրքիր են այդ արխիվները։ Իհարկե, ինչեր կարող են դեռ լինել։ Բայց դա չի կարելի բացել բոլորը։ Դա գրկնում է մեր ազգի համար չափազանց մեծ շռայլություն է։ Բայց Էստոնիան էլ է փոքր, բայց իրանք բացեցին։ Էստոնիան իրենք բան են, լյութերանցիներ են, բողոքական էթիկան ուրիշ է։ Դուք երբ որ լինեք Բրյուսելում կտեսնեք այնտեղ կաթոլիկները եւ բողոքականները, հոլանդացիները ու ֆրանսիացիները ապրում են նույն փողոցում, բայց չեն բարևում իրար եւ տարբերվում են շատ հեշտ է տարբերել։ Կաթոլիկների տները, այդների պատուհաններին վարագույրներ կան, բողոքականների պատուհանները վարագույրներ չունեն։ Իրենց էթիկայի մեջ ընդգծվում է, որ դու թաքցնելու բան չունես։ Մենք այդ առումով ավելի մոտ ենք կաթոլիկներին։ Բայց օրինակ նույն Միխայել Սաակաշվիլին լուծարեց KGB-ն Վրաստանի։ Իհարկե, մեզ մոտ չպետք է լինի հացը։ Ես դա չասեցի, բայց ես եթե ունենամ հնարավորություն, հացեն չի լինի։ Դա կլինի սննդի, ջրի, օդի, դա է ազգային անվտանգությունը։ Մենք չենք ունենա ներքին նման բան։ Այդ ֆունկցիաները պետք է բաժանվեն։ Արտաքին հետախուզությունը պետք է տրվի բանակին, կոպիտ ասած ԳՌՈ-ին, իսկ մնացած բոլոր ֆունկցիաները դրա համար բավական է ներքին գործերի նախարարությունը։ Ոչ մի հացը Հայաստանում պետք չէ։ Սաակաշվիլի կողքի մարդիկ, ով հիմա պատմում են, որ Ռուսաստանի ղեկավարությունը պահանջել է, երբ որ հեղափոխություն եղավ Վրաստանում, որ Վրաստանի KGB-ի ղեկավարին Սաակաշվիլին չփոխի։ Դե բնական է ինքը հասկացել է, որ ինֆորմացիա Եվ փոխել է։
Իսկ Սաակաշվիլին ոչ թե իրան փոխեց, այլ ընդհանրապես լուծարեց այդ կազմակերպությունը ու նորից նույնպես ոստիկանության հետ։ Ես կանեի նույնը։ Այո։ Միանշանակ։ Ես շատ եմ լսում իշխող կուսակցությունից, որ մենք կադրեր չունենք։ Ու հարց է առաջանում, նույնը վերաբերում է բանակին, ոստիկանությանը, ԿԿԲ-ին, ասենց ասենք, լացի չասենք, բայց ո՞նց կադրեր չունենք։ Դա ճիշտ է, երեք չունենք։ Իսկ Վրաստան ուներ կադրեր։ Ոչ։ Վրաստանը չուներ կադրեր, ահա ինչու Վրաստանը վերադարձավ նախասաակաշվիլի վիճակին։ Ամերիկացիները գրեթե ամենտեղ, ինչպես ռուսները ժամանակին երկրորդ քարտուղար են բերում ռուս, բոլոր նախարարություններում գիտեք, չէ՞, որ փոխնախարարը ռուս էր։ Ամերիկացիները ամենտեղ նստացրեցին ամերիկացիներին։ Մենք ունենք եզակի հնարավորություն։ Մենք ունենք սփյուռք, որտեղ կան այլ մասնագետներ, անշուշտ։ Իրականում մեզ քաղաքական մասնագետներ եւ դատավորներ, անշուշտ, եւ լավ ոստիկաններ, ռազմական գործիչներ, ընդ որում մենք քաղաքապետություն ենք։ Մեծ հաճույքով կգանք աշխատել։ 2000 մարդ է մեզ պետք, մենք հաշվել ենք արդեն։ 2000 մասնագետ։ Ուղղակի չկա ցանկություն։ Կա, այստեղ քաղաքական կամք չկա, որովհետեւ իրենք պատրաստ չեն այդ տեղերը զիջել դրսից եկած մարդկանց։ Այստեղ մինչև հիմա մարդիկ գնում են իշխանություն որպես լափաման։ Անկամ այն մարդիկ ում հետ ես հիմա խոսում եմ, մեր կուսակցությունը շատ փոքր է, գիտեք ինչու։ Օր չի անցնում, որ մարդիկ չդիմեն կուսակցության անդամ դառնալու։ Պարզապես ես միշտ շատ առանց զգուշացնելու ինչ որ թե ինչ եմ ես ուզում, ես փորձում եմ ճանաչել այդ մարդկանց։ Սուրճ եմ խմում իրենց հետ, ժամանակ եմ ծախսում, բայց ես հասկանում եմ ով ինչի համար է գալիս։ Եվ այո, իհարկե, 5 հոգուց 4-ը գալիս են, որ բա հիշում եք պարոն Խզմալյան, մենք ձեզ հետ սուրճ ենք խմել, բա խաշ ենք երել, բա մի բանով մեզ կարող եք օգնել։ Այսինքն վերնախավը դա իմ բնորոշմամբ այն մարդիկ են, ում անձնական շահերը համընկնում են ազգային շահերի հետ։ Կարծում եմ չինովնիկների աշխատավարձները չպետք է փոքր լինեն, որովհետև գայթակղությունը մեծ է։ Եվ այն մարդիկ, ում մենք հրավիրելու ենք, համաձայն եմ, պետք է բարձր աշխատավարձ։ Այո, իհարկե, իրենք գոնե եվրոպական աշխատավարձ, մենք դա կարող ենք անել, դա շատ մեծ քանակ չի։ Հա։ Իրենք անպայման պետք է, չնայած որ առաջի սերունդը, երկրորդ սերունդը կգա մեծ պատրաստակամությամբ զրել կաշխատի։ Ասենք պայմանական Դարոն Աճեմօղլուն կարող է գալ սիմվոլիկ աշխատանքի համար։ Ինքը Նոբելյան մրցակցին այստեղ մեր նկատի ունեք տնտեսագետ։ Օրինակ։ Այո։ Բայց ինչի՞ չեկավ, ուզում էր գար ոնց որ։ Դա չի կանչել։ Հիմար բաներ են ասել, որ պայմանները դրել, դա ֆինանսական պայմաններ չեն։ Այստեղ Լիկվանյուն էր եկել Տիգրան Սարգսյանի օրոք, եթե հիշում եք։ Լիկվանյուն, Սինգապուրի անճարեղ հեղինակը, հայրը։ Բարեփոխումներ անող։ Ոնց ասեց, պարզապես դուք պետք է պատրաստ լինեք բանտարկել ձեր եղբորը, եթե նա գողանա։ Հա։ Դա տենց էլ ասեց։ Դա հայտնի բանաձև է, եւ Տիգրան Սարգսյանը մեղմ ժպիտով ասեց. «Դե դուք լավ ճանապարհ գտաք, մենք էլ մեր ճանապարհով ենք գնում»։ Եկանք մեր ճանապարհով։ Գնում ենք այդ ճանապարհով։ Մի ինֆորմացիա տեսա համակարգում, ուզում եմ ճշտեմ ձեզանից, ինչքանով է ճիշտ ԱԱՑ-ի թեմայով։ Հիմիկո ղեկավար գեներալ լեյտենանտ Արմեն Աբազյանի մասին Ֆրանսիայի հետախուզությունը հայտնում է, որ նա պրոռուսական է եւ կատարում է բոլոր կարգավանքները Մոսկվայից։ Ոչ մի վարքյան չեմ կասկածում։ Մենք պատերազմ բայց ԱԱՑ-ն շատ կարևոր կազմակերպություն է, ոնց որ մենք գլխավոր շտաբը մենք գլխավոր շտաբ ունենք, որը ենթարկում էր ռուսական շտաբին, մենք ինչի մասին ենք խոսում։ Մինչև հիմա կա մի շարք պաշտոններ, որոնք նշանակվում են Մոսկվայի կողմից։ Մեր երկրի փոխվարչապետը միաժամանակ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի ծրագրերի իրականացման ղեկավարն է միաժամանակ։ Ինչի մասին կարելի է խոսել ընդհանրապես։
Մեր արտգործնախարարների արտգործնախարարությունը նայեք, մեր դեսպանների երևի ես չգիտեմ որ տոկոսը, բայց ճնշող մեծամասնությունը դրանք սովետական կադրեր են, անգամ հետ սովետական շրջանում ձևավորվելով մնում են նույն մտածելակերպի մարդիկ։ Այսինքն չի կարելի ասել, որ Հայաստանում կատարվեց հեղափոխություն։ Ուղղակի իշխանափոխություն, տեղափոխություն էր ոչ։ Հա։ Ես դա ու Վրաստանի հետ համեմատելու չի, որտեղ հա, իրոք հեղափոխություն էր այնտեղ։ Այո, որը հետո պարտվեց, բայց մեզ մոտ ոչ մի հեղափոխություն տեղի չի ունեցել, որտեղ աշխարհաքաղաքական կամ տնտեսական գլխավոր երկու բաները եթե նայենք, չի փոխվել գլխավոր ուղղությունները։ Ու բարեփոխություններ ընդհանրապես չեն եղել։ Կային փորձեր, հայտարարություններ, բայց մեծ հաշվով ոչ։ Ամենակարևորը դատաիրավական համակարգը չի բարեփոխվել եւ իշխանությունների թևերը իրարից բաժանված չեն։ Այդպես որ պաշտոնապես եւ դա Եվրոպայի գնահատական Հայաստանը ժողովրդավարություն չէ, դա փափուկ ավտորիտարիզմ է։ Շատ են բողոքում իրավապաշտպանները Հայաստանի ոստիկանության աշխատանքից եւ քննչական կոմիտեի եւ դատախազության։ Դա առանձին բան չէ։ Դատական համակարգը, դատաիրավական համակարգը պետք է անջատած լինի ուժայիններից։ Դասական ժողովրդավարությունը դա օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգեր են առանձին։ Կարող ենք լուրջ խոսել այդ մասին։ Վերջիվերջո մենք գաղտնալսումներ ենք, չէ՞, լսել, որ ռուսները արտահոսք են արել, ինչպես է վարչապետը զանգահարում քննչական կոմիտեի ղեկավարին եւ բաները, կամ աղջիկները, որոնք նշանակված են այդ պաշտոնների։ Ես ինքս ֆեմինիստ եմ եւ շատ եմ ուրախանում, երբ որ կանայք գալիս են պաշտոնների, բայց նրանք քաղաքական գործիչներ չեն։ Եվ ինչպես ես Գերմանիայի դեսպանին ասացի հենց այդ հարցով, նրանք չեն կարողանա իրենց շեֆին ասել ոչ։ Երբ որ գործը հասնում են, եւ մենք տեսնում ենք, որ այդ երիտասարդ կանայք պարզապես կլերկեր են, որոնք, ասենք, պատրաստ են քննարկել վարչապետի հետ սահմանադրությունը եւ կապել դա խաղաղության պայմանագրի պայմանների հետ։ Ոնց կարելի է Հայաստանի սահմանադրությունը հարմարեցնել ինչ որ ժամանակավոր մի պայմանագրի հետ, բայց իրենք չհասկանալով էլ թե ինչ են իրենք խոսում, քննարկում են դա։ Դա նշանակում է մենք չունենք իշխանությունների թևերի բաժանում։ Դա համաշխարհային պրակտիկա է եւ այստեղ այդ խոսքն էլ օգտագործում, բայց չի կիրառվում։ Վետիկ շատ պարզ ձև կա, քանի գործ այս դատավորի կամ դատախազի կամ քննիչի ստորագրություններով վերադարձվել է օրինակ ԵՍՊՉ-ից, Եվրոպական դատարանից մարդու իրավունքների։ Եվ ինչպիսի վնաս է դա բերել Հայաստանի Հանրապետության, չէ՞ որտեղ ամեն մի վերադարձած գործը դա տույժ է, տուգանք է։ Դրանք տասնյակ հազարավոր եվրոներին են հասնում, հարյուրավոր։ Եվ այդ մարդը չի հատուցում այդ վնասները, շարունակում է աշխատել, ինչպես կարելի է դա հանդուրժել։ Չունեք փոխարինող, շատ լավ, մենք կբերենք ձեզ։ Բայց չեն բերում։ Երկի չեն բերում։ Ուրեմն չեն ուզում։ Անգործությունը նույնպես գործողություն է։ Իհարկե, որովհետև բերելով մի քանի տոկոս, ինչ որ քրիտիկական զանգված է որ դա ասնես, 1-2, ասենք Սինանյան բերել, 1-2 հոգի, որոնք բան չեն փոխում, կամ բերել Ռուսաստանից մի քանի փոխնախարար են բերել, որոնք աղետ են փաստորեն, թե կատարում են Ռուսաստանի ծրագիրը բեկանել, վիժեցնել բոլոր բարեփոխումներ։ Կարող եմ անուններով ասել, պարզապես չեմ ուզում հիմա ծանրացնել աշխատանքը։ Մենք դա կարող ենք անել, դա կես տարվա աշխատանք է, կես տարվա մի տարվա աշխատանք է։ Կրիտիկական զանգված եթե հավաքվի, այսինքն 500 հոգուց, 300 հոգուց շատ լինեն, իրենք արդեն մթնոլորտ են փոխում։ Կամաց կզգացվի փոփոխություն։ Անմիջապես կզգացվի։ Սա մի քաղաք է։ Կարգի բերելու համար մի քաղաք, ինչքան ժամանակ է դեսպես։ Սա Ռուսաստանի պես վիթխարի երկիր չի Սախալինից մինչև, բայց մեր մոտ ազատ ընտրություններ են։
եթե վարչապետը այդպես աշխատի, նրա ռեյտինգը բնականա կբարձրանա, ինքը ուզում է մասնակցի ընտրություններին, ինչի՞ չի անում բարեփոխումներ։ Ես ուղղակի զարմանում եմ։ Ես վարչապետ չեմ կարող պատասխանել։ Նա 7 տարի ուներ։ Կսիրեն քեզ ավելի, չէ՞ այդ դեպքում։ Երևի կան ավելի ուժեղ մոտիվացիաներ, գայթակղություններ եւ վախեր ու սպառնալիքներ։ Կան այն, ինչ դուք նկարագրեցիք։ Հայկական ժամանակակից եկեղեցին ինչպիսին է ձեր կարծիքով։ Ես պատկանում եմ այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա ռուսական հատուկ ծառայությունների մաս է, ինչպես եւ ռուսական, վրացական եկեղեցին, ցավոք սրտի դա այդպես է։ Ես հանդիպել եմ մեր եկեղեցականներին, հոգեվորականներին, նաեւ արտասահմանում։ Ես չեմ մոռանա, թե ինչպես ես Հռոմում հայկական հոգևոր մի կառույցի հյուրընկալվելիս մենք տանիքում էինք խոսում եւ ողջ Հռոմն էր մեր շուրջը եւ ես սկսեցի խոսել Պուտինի մասին ու հոգևորական հանկարծ վախեցած վեր կացավ, հավաքեց հեռախոսները, տարավ դրեց մի քանի տասնյակ մետր հեռու։ Ես ճիշտ եմ հասկանում, մենք գտնվում ենք Հռոմում, դուք այստեղ եք աշխատում եւ մենք քննարկում ենք պարզապես մեր երկրի իրավիճակը, բանը եւ դուք վախենում եք, ասում իհարկե ոնց իհարկե վախենում եմ։ Այսինքն սա հեքիաթներ չէ, սա ճիշտ է։ Կա ձև, ես ունեմ երկու նպատակ, արդեն ընդունված է օրենքը Եվրամիության անդամակցության, որը մենք պատրաստել ենք։ Սա սկիզբ է մի ամբողջ գործընթացի, որը իմ այս քաղաքական կյանքի առաջին նպատակներից մեկն է։ Երկրորդ նպատակն է Հայաստանը դարձնել սահմանադրական միապետություն, թագավորություն։ Ես պատրաստվում եմ այդ գաղափարը ներկայացնել Հանրությանը մի քանի տարի անց, երբ որ մենք արդեն դառնանք Եվրամիության անդամ կամ գոնե տեխնացու երկիր, դեռ մենք ունենք իրավաժառանգ, թագավորական մեր ժառանգները Սավոյան տունն են, Իտալիայի թագավորաժառանգի, նրանք Իտալիա եւ Կիլիկյան Հայաստանի, Կիլիկյան Հայաստան դա պայմանական անուն, հայոց թագավորության թագաժառանգ են, պես որ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք իրականացնել նաև այդ նպատակը, դա կլուծի մեր եւ պետության կայունության եւ իշխանական հեղինակության եւ մեր հոգեվոր կյանքի ու եկեղեցու ճգնաժամի խորագույն հարցերը։ Ես այդպես եմ տեսնում այդ հարցի լուծումը եւ վերնախավի վերստեղծումը եւ եկեղեցու այո, որովհետեւ թագավորական իշխանությունը դա այն առանցքն է, որի շուրջը մենք կկարողանանք վերստեղծել մեր երկրի առողջ ուժը, վերնախավը, եկեղեցին եւ մնացած բոլոր հարցեր։ Ուղղակի որ Ռուսաստանի նախագահը շքանշան է նվիրում մեր եկեղեցու ղեկավարին օրդեն պաչոտը։ Գեներալը մայորին շքանշան է տալիս։ Դուք մասնակցել եք 44 օրվա պատերազմին։ Իսկ ինչպես դա ստացվեց։ Սկսվեց պատերազմը, դուք գնացիք որպես կամավոր։ Այո։ Գնացիք վայնկոմատ, հա, ոնց։ Չէ, ես չէի կարող վայնկոմատով, որովհետև ես 57 տարեկան եմ, 55-ից ավել չի կարելի գնալ։ Ես այդ ժամանակ ազգային ժողովրդավարական ԲՎՌ-ի որպես կուսակցություն մենք երկու կուսակցություններով ստեղծեցինք ԱԺԲ, Սասնա-Ծռեր եւ Եվրոպական կուսակցությունը, որը պահպանվեց մինչև 21 թվականի մայիսը, եւ քանի որ այնտեղ կար Ժիրայր Սեֆիլյանը, ով մենք ճիշտ է Արցախյան պատերազմում ծանոթ չենք, ես նաեւ Արցախյան առաջի պատերազմի մասնակից եմ, ինքն էլ Շուշիի բատալյոնի հրամանատար էր,
Եվ ես շարունակ ասում եի իրար մենք պետք է դուրս գանք Վարուժանը գնդապետը բան ասում էր սպասի մենք պիկապներ պիտի ստանանք լավ մարզվենք պատրաստվենք ասում են ինչ պիկապն ինչ բան նո դեսպես անցավ մի շաբաթ երկու շաբաթ ու ես տեսնում եմ ոնց են 18-ամյա տղաների դագաղները գալիս ու ինչ որ պայն շատ սուր խոսակցություն տեղ ունեցավ, ասի կամ մենք գնում ենք, կամ ես ինքս կգնամ։ Ու ծիծաղեց ասում որ ես դու գնում բան։ Ես ծանոթներ ունեի առաջի պատերազմից ու պարզապես բան դիմեցի կոմանդոսին, դոսավ։ Ասաց որ 2 օրից հերթական խումբ է գնում Ես գնացի հավաքագրվեցի, պարզապես պետք է ստորագրեի, որ այնտեղ բաներ, որպեսզի 55-ից հետո դառնաս, պետք է ստորագրես, որ պարտք ու պահանջ չունես պետությանը, ես ստորագրեցի այդ թուղթը, այսինքն ընտանիքս ոչինչ չէր ստանալու մահվան դեպքում, դա էական չէր։ Մենք ավելի շատ պայմաններում գնացինք Քանաքեռից զենք ու զինամթերք ու զգեստ ստացանք, դպրոցական տետրակում ինչ-որ շատ չաղ պրապորշիկ էր գրում մեր անունները ու հաջորդ գիշերը մենք մեկնեցինք Արցախ, մեզ ուղարկեցին Մարտակերտ, Թալիշ և Մահավուս գյուղերի դիմաց, այնտեղ դիրքեր էին, որոնք կոչվում են 5165, հետո պարզվեց, որ դա կարմիր բերետների դիրքերն էին և որ հոկտեմբերի 3-ին նրանք հրաման ստացան թողնել ու վերադառնալ։ Նրանց միայն Ամարասի Արտուրը, գնդապետ կարմիր բերետներից, որը լսեց հրամանի ու մենակ էր այդտեղ մնացել, այդպես որ նա շատ էր ուրախացել, որ մենք եկանք։ 59 հոգանոց ջոկատ էր ընդամենը, Լեոնիդ Ազգալդյանի անվան ջոկատներ։ Գնդապետ Վալոդյա Հարությունյանի չեմ սխալվում, չէ, Հարությունյան կացում ազգանունը հրամանատարությամբ Ինչ-որ մատական գործողություններ եղել են այնտեղ։ Այնտեղ դասական բան էր, մենք 3 օր բանում ենք, պոստերում ենք, 3 օր փոխվում ենք, այսինքն բատալյոն չէ իհարկե, ռոտա չէ, բայց դե այսպես ենք անվանում, կիսեցինք 2 մասի, կես հանգստանում էր, կեսը դիրքերում էր, այնտեղ դիրքերը 17 կիլոմետր հեռավորության վրա են, մենք անտառում էինք, Կուսապատ և ներքին Հորատավ գյուղերի ետևում։ Մարտական գործողությունները չէին ընդհատվում, ռմբակոծությունը օրնիբում էր, դրոններով և հրետանին աշխատում էր օրնիբում, 2 անգամ մարդ էր, երբ որ տանկային գրոհ էր, 2 անգամ մենք կասեցրեցինք այդ գրոհը, դա Միրբաշիրի Մարտակերտ ճանապարհի վրա էր և թուրքերը փորձում են այդ ճանապարհով մտնել դեպի Սարսանխ եղնիկների թիկունք, այսինքն մեզ պահել են այնտեղ ինչու թողեցին կարմիր բերետները, դա պետական դավաճանության մի օրինակ էր։ Հետո այդ նույն կարմիր բերետները սև զգեստով ինձ էլ ձերբակալում էին նոյեմբերի 12-ին, որ պատերազմի ավարտից 3 օր անց մենք դուրս եկանք ցույցի բողոքի և նրանք հարձակվեցին մեզ վրա, իսկ մենք կամուֆլյաժով էինք ու կռվի ժամանակ ինչ-որ ես մեկին հարցնում եմ, դուք այ էր գրած, դուք ալֆայից եք, զգեստես, բոլորը սև են, սենց տարերով, ասեց հախի, ասի դուք 51-65-ով չպետի գնեք, հա բախի, ասի խի ու բան, որտև մենք էինք այդտեղ, ու դու հիմա բայտը մեզ ձերբակալում ես, հա, ու այդ որ պարզվեց, լուրջ քրիվ սկսվեց, պարզապես այս ռուկապրտերը շատ են,
մեզ ծալեցին, գցեցին վառանոկ 13 հոգի մի բան մեջ, ու ես երբեք չեմ մոռանա, որ ոստիկանը, որը մեզ հետ էր, դե ամեն լացում էր։ Ու ասում էր, հեսա հասնենք տեղ, ես ուսադիրներս փոքել եմ, էլ չեմ ուզում մնամ, լացում էր ուղղակի այդ անզորությունից ու կատաղությունից էլ անարդարությունից, որը տեղ էր ունում։ Մենք իրան հանգստացնում ենք։ Շատ ծիծաղել էր։ Իսկ պատերազմից ինչ ընդհանուր եզրակացություն արեցիք նամանավանդ մասնակցելուց հետո։ Եզրակացություն այն էր, որ եթե մենք չունենայինք բանակ, մենք չենք պարտվի։ Այսինքն դա իմ 91-94 թվականի մասնակցության փորձն էր, որ մենք պարտվել ենք, որովհետև պարտվել էր ոչ թե բանակը, այլ հրամկազմը, եւ դա չէր պարտվել, որպես խոսացած խաղ։ Իրենց հրաման էր տրված չկրակել, մենք չենք կարող պարտվել, այնտեղ մոտ 30,000, 28-30,000 զորք էր, որը գտնվում էր նախապես պատրաստված դիրքերում։ Եվ այն խումբը, այն բրիգադը 10-12 հազարանոց, որը անցավ մտավ Շուշի, Կիրճով պաստորեն, Արաքսի ձորով տասնյակ անգամ կարող էր ոչնչացվել գերակա բարձունքներից։ Իրանի զորքներ կանգնած հրետանային եւ հրթիռային բաները կարծեմ հետո ցույց են տալիս, վիդեոները մենք տեսել ենք, որ իրենք պոնտոնային այդ մեքենաներով կանգնած են առաջարկելով օգնել հայոց բանակին։ Ավելին ես գիտեմ, որ հոկտեմբերի 17-ին Խոդաֆերի ջրամբարի տարածք պարսիկները մտել են։ Իրանական բանակը մտել էր մեր տարածք պաշտպանելով ադրբեջանցիներից Խոդաֆերի ջրամբարը, որը կառուցվում էր Արցախի տարածքում տասնյակ տարիներ։ Այսինքն իրենք անգամ միջամտել են, այդ մասին չի խոսում, բայց դա եղել է։ Այնպես որ սա հսկայական դավադրություն էր եւ դավաճանություն իհարկե։ Պարտվել է ոչ թե զինվորը, պարտվել են հրամանատարները, այսինքն իրանք պարզապես կամ գիտակցաբար կամ անգիտակցաբար, ոնց է ոչ բոլորը դա գիտեն, բայց իրենք հանձնել են տարածքը Մոսկվային պայմանավորված, դա պայմանավորված պատերազմ է։ Ես չեմ կարող պնդել, որ դա գիտեր քաղաքական ղեկավարությունը, ես չեմ եղել այստեղ, չեմ կարող պնդել։ Կգա ժամանակ դա էլ կպարզվի։ Բայց այն, որ բանակի հրամանատարությունը կատարում էր Մոսկվայի հրամանը, չկրակել, հանձնվել, հեռանալ, նահանջել, դա ակնհայտ է։ Ու ասում եմ, մեր ջոկատ երկու անգամ եկել են Ղարաբաղյան բանակի երկու գնդապետ, Վալոդյան մի անգամ ինձ մոտեցավ, ասեց Խզմալյան, երկրորդ անգամ ես սրանց խփել եմ, դուք քաղաքական գործիչ ես, գնա դու խոսա, ես արդեն չեմ կարող դիմանալ։ Ես գնացի խոսեցի, ասում լա, ասում խոխաչեք, խոսացած է ռուսի հետ, ելեք գնացեք, լուխ լավ է լինելու։ Ես դու հիվանդ ես, իդիոտ, ոնց ես խոսում հետ, ես գնդապասի, բան ես դու։ Արդեն շատ դեպքեր եմ ես լսել։ Ես ասում եմ ինչ-որ ինձ հետ է կատարվել, վրանում նստած ենք, Վալոդյան չդիմացավ դուրս թռավ գնդապետը։ Ասեց սրանք ո՞վ են, ինչ են ուզում մեզնից։ Երկու գնդապետ եկել ասել են պայմանավորված է, թողեք գնացեք, լավ է լինելու, ռուսներ են մտնելու։ Իրենք հավատում էին դրան։ Խնդիրը դա չի, որ իրենք թուրքերին էին ծախված, չէ, իրենք ռուսին էին, ոչ թե ծախված, նվիրված էին։ Ռուսը իրենց ասում էր, թողեք գնացեք, ամեն ինչ լավ է լինելու։ Դուք լինել եք Ռուսաստանի կազմում, ինչպես Օսեթիան, Աբխազիան։ Մեզ ասում են թողեք գնացեք, դուք մեզ խանգարում եք։ Այս է դե ունեցել։ Բայց մի կողմից որոշ ռազմական գործիչներ ասում են, որ առաջի օրերում, որ Ադրբեջանը հարձակվել է,
առաջի 2 օրում։ Դա մեր լավ կրում է։ Վերացվել են հակաօդային պաշտպանության համարյա 40%-ը։ Մեր։ Հա։ Իհարկե։ Ես լուսանկարներ կարող եմ ցույց տալ, հենց հեռախոսից մեջ մինչև մենք հասնում ենք դիրքեր, մենք քայլում ենք այրված տեխնիկայի կմախների միջով։ Հայկական իհարկե, որովհետև ամենահիմար ձևով հողի մեջ դե բան իրական ամրացված բաների փոխարեն դրվում է դեռ առաջի կամ երկրորդ համաշխարհային պատերազմի ձևով մի հատ T50 տանկ, որը արդեն չի շարժվում, մենակ բաշնյաներ վրայից երևում եւ փոխը, բայց դրոնների համար, բայրակտարների համար դա խաղապար էր։ Իսկ այն որ ռուսները անջատել էին հոպը, դա ակնհայտ էր։ Ռուսները անջատել էին հոպը, կարծեմ 2 օր էր ընդհանրապես հոպը աշխատում։ Իրենք ցույց են տվել, որ կարող են միացնել օդը իրենցն էր։ Մենք օրնիբում գտնվում ենք հրետանային եւ այդ ATS-ների բանի արվածների տակ։ Իսկ հիմիկվա հայկական բանակը ձեր կարծիքով ինչ վիճակում է։ Նույն հակաօդային պաշտպանությունը օրինակ, նույնպես կախվածություն ունի Ռուսաստանից։ Ես չեմ կարող պատասխանել կախվածությունը Ռուսաստանից թե չէ, ես գիտեմ, որ այստեղ կան ամերիկյան մասնագետներ, ես հանդիպել եմ իրենց վերջերս գեներալներ, որոնք պատրաստում են մենակ սերժանտական կազմը։ Իրենք համարում են, որ մեր հրամկազմը անորակ է եւ անհույս է։ Իրանք սերժանտական կազմից են սկսում մեր բանակի վերափոխումը։ Ես տեսել եմ ինչ հսկայական հողային աշխատանքներ են արվում, բայց ինչ որ ստորգետնյա ամրոցներ կառուցվում, բայց համարում եմ, որ դա առաջին համաշխարհային պատերազմի տրամաբանություն է։ Հաջորդ պատերազմը լինելու է ավտոմատիզացված, ընդ որում ոչ թե բայրակտարների հսկայական ածերի, այլ ասենք այս հեռախոսի չափի թռչող կամ վազող կամ լողացող սարքավորումներով եւ դա մեծ առավելություն է հայերի համար, որը մենք երբեք չենք ունենա մարդուժի գերակայություն, բայց մենք միշտ կունենանք մտավոր ուժի գերակայություն եւ դրա մեջ է պետք փողեր ծախսել, այլ ոչ թե միլիարդներ հողի մեջ լցնել, ինչպես հիմա է արվում։ Ես մեծ դժկամությամբ տեսա այն ծախսերը, որ արվում են հիմա առաջին համաշխարհային պատերազմի մակարդակի եւ գաղափարախոսության տոգորված մեր ամրացված շրջաններում։ Որպես վարչապետ կամ իշխող Նիկոլ Փաշինյանին մինչև 5-ը ինչ գնահատական կտակ։ Անբավարար։ Կան սխալներ, որ Նիկոլ Փաշինյանին դուք երբեք չեք ների։ Այո։ Իհարկե։ Մեր կուսակցությունը ստեղծվեց ի պատասխան նրա երկու սխալների, որոնք առաջին իսկ ամիսներին հայտարարվեցին։ Առաջինը այն, որ Հայաստանը չի փոխում իր աշխարհակաղակական վեկտորը, դա ասվել էր, ես շատ լավ հիշում եմ մայիսի 5-ին, այսինքն իշխանության գալու օրեր անց։ Երկրորդը հունիս-հուլիսին, երբ հայկական բանակը ուղարկվեց, զորախումբը ուղարկվեց Սիրիա, ռուսական բանակի կազմում։ Այդ օրն էր, որ ես մի փոքրիկ խումբ դուրս եկան կառավարության շենքի մոտ, ու մենք 2 ամիս շարունակ ամեն օր կանգնած ենք պիկետներով, ու այն մարդիկ, ովքեր հավաքվում են մեր շուրջը, մնում են 2 ամիս շարունակ։ Մենք պնդում ենք, որ սա ճակատագրական սխալ է, որ դուք ոչ միայն հակադրվում եք դրանով ողջ քաղաքակիրթ աշխարհին, դուք մտնում եք ռուսներ, դուք անում եք իվա, որ Սերժ Սարգսյանը չէր արել։ Սիրիայի պատերազմը այսօր չէր սկսվել։ Դա մեծագույն սխալ էր։ Երրորդ անդառնալի արդեն սխալն էր 2018 թվականի։ Բոլոր գլխավոր սխալները արված են առաջին տարում մեջ։ Վերջին գլխավոր սխալը 2018 թվականի
հանդիպումներ Թրամփի դեսպան Բոլթոնի հետ, որը անվտանգության հարցերով խորհրդատու էր, ով առաջարկել էր Հայաստանին զենք, փող եւ օգնություն, որտեղ Ամերիկան արդեն գիտեր, որ Ռուսաստանը պատրաստվում է պատերազմ։ Կարծում եմ, որ Բոլթոնը անգամ ասեց դա։ Չհավատացին ոչ թե Բոլթոնին, չհավատացին Ամերիկային, Արևմուտքին։ Եվ դա վերջին սխալն էր։ Դա հետո 22 թվականին Ամերիկայում ինձ ակնարկով ասեցին, դուք իրավունք չունեք դժգոհ լինելու, մենք ձեզ առաջարկել ենք օգնություն եւ անգամ պատերազմի ժամանակ առաջարկել ենք սկանդինավյան խաղապաներ։ Ես հարցրեցի ազգուշորեն որքանով էր լուրջ։ Մարդը ինձ հետ խոսում շատ երկար, մի 10 վայրկյան նայեց աչքերիս, ասեց երիտասարդ, ես երիտասարդ չի, բայց նա էր։ Ես ինձ բավական մեծ։ Դուք եկել եք Միացյալ Նահանգներ եւ դուք կարծում եք, որ մենք այստեղ ինչ-որ անլուրջ բաներ ենք ասում եւ դրա համար ուղարկում ենք Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Երևան, որ ձեզ ինչ-որ անլուրջ բաներ ասի։ Սա շատ լուրջ էր։ Ես սարսափեցի հասկանալով ինչ ահավոր սխալներ է արել Նիկոլ Փաշինյանը։